Այսօր երկրորդ ընթերցմամբ իրավաբանական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվելու են դրամաշնորհների մասին օրենքում փոփոխությունները եւ այդ փաթեթում ներառված այլ օրինագծերը։ Դրանց թվում է նախաձեռնություն, որի համաձայն սահմանադրական մարմինների չճանաչելը դառնում է քրեական հանցագործություն։ Օրենսդրական փոփոխությունների համաձայն ճշգրտվում է գրանտների սահմանումը։ Պատժելի է դառնում արտաքին լոբինգը։ Դրամաշնորհ կհամարվի ցանկացած անձի կողմից ցանկացած սուբյեկտի փոխանցված դրամական կամ բնայրական միջոցները, որոնք կարող են ծառայել իշխանության վրա ազդեցություն գործադրելուն։ Նախաձեռնության հեղինակները հայտարարում են, որ իրենց նպատակը սահմանադրական կարգի պաշտպանությունն է եւ այս ուղղությամբ իրավական մեխանիզմների ուժեղացումը անհրաժեշտ է։ Իսկ ընդդիմությունը կարծում է, որ նման փոփոխությունները սահմանափակում են արտահայտման ազատությունը եւ իշխող կուսակցությունը փորձում է իրավական ճանապարհով լուծել լեգիտիմության խնդիրը։ Վաղը նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին խորհրդարանի լիագումար նիստում կներկայացնի իր տարեկան զեկույցը։ Նախագահի ելույթի ավարտից հետո խոսքով ելույթ կունենան խմբակցությունների նախագահները։ Նախագահը կունենա նաև եզրափակիչ խոսքի հնարավորություն, որից հետո խորհրդարանի լիագումար նիստը կփակվի։ Նախագահի զեկույցը անհետաքրքիր է խորհրդարանական ընդդիմության համար։ Նրանց խոսքով Միխեիլ Ղավելաշվիլին ընտրված չէ վրաց ժողովրդի կողմից, հետևաբար նրա զեկույցը առանձնահատուկ նշանակություն չի ներկայացնում։ Իսկ իշխող թիմում նախագահից հետաքրքիր ելույթ են ակնկալում։ ԱՄՆ-ի պետքարտուղարը Սլովակիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսլականն այն է, եւ նրանք ակնկալում են, որ աշխարհի բոլոր երկրները կգործեն իրենց ազգային շահերին համապատասխան։ Մարկո Ռուբիոյի հայտարարությամբ Ամերիկան չի պատրաստվում լքել ՆԱՏՕ-ն եւ նա ցանկանում է դաշինքը տեսնել էլ ավելի ուժեղ։ Բացի այդ, պետքարտուղարը մտահոգիչ է անվանել Ռուսաստանի գաղութում Ալեքսեյ Նավալնիի էպիբադիտինով թունավորման մասին տարածված տեղեկատվությունը եւ նշել, որ Ամերիկան կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները այդ հարցի վերաբերյալ։ Նրա խոսքով Սլովակիայի եւ ԱՄՆ-ի շահերը համընկնում են եւ երկրները կխորացնեն համագործակցությունը։ Ռոբերտ Ֆիցոն հայտարարում է, որ Ուկրաինան քաղաքական շանտաժի է ենթարկում Հունգարիային եւ Սլովակիային։ Սլովակիայի վարչապետը չի բացառում, որ Կիևը դիտավորյալ ձգձգում է նավթի մատակարարման վերականգնումը Հունգարիայի վրա ճնշում գործադրելու եւ նրան ստիպելու համար հանել Ուկրաինայի Եվրամիությանը անդամակցելու հարցում իր ընդդիմությունը։ Բուդապեշտում հավաստիացնում են, որ տեխնիկական խոչընդոտներ այլևս չկան եւ նավթի մատակարարման չվերականգնելը քաղաքական շարժառիթներով ընդունված որոշում է։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի տարածքով դեպի Հունգարիա ռուսական նավթի տարանցումը դադարեցվել է հունվարի 27-ին ռուսական հարձակման պատճառով։ Ուկրաինայի պետական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարարը։ Գերման Գալուշչենկոն, որը հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի էպիկենտրոնում եւ ազատվել էր պաշտոնից, իջեցվել է գնացքից։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով ազգային հակակոռուպցիոն բյուրոից եւ մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունից սահմանապահներին եղել է պահանջ տեղեկատվություն ստանալու Գալուշչենկոյի վերաբերյալ, եթե նա փորձեր հատել սահմանը։ Նման պրակտիկան կիրառվում է այն դեպքում, երբ անձը ներգրավված է քրեական գործերում։ Ջորջիա Մելոնին չի համաձայնում Ֆրիդրիխ Մերցի ԱՄՆ-ի վարչակազմի վերաբերյալ քննադատության հետ եւ ոչ էլ նրա այն կոչին, համաձայն որի Եվրոպան պետք է հրաժարվի Միացյալ Նահանգներից կախվածությունից։ Իտալիայի վարչապետը համաձայնում է Գերմանիայի կանցլերի հետ միայն այն մասով, որ Եվրոպան պետք է կենտրոնանա իր վրա եւ ավելի շատ անի անվտանգության ոլորտում։ Սակայն նա մերժում է ցանկացած տեսակետ այն մասին, որ Եվրոպան պետք է գործի ինքնուրույն, առանց ԱՄՆ-ի հետ համագործակցության։